մասը պայմանի օպերատոր երեխաներ։ Պայմանը տրամաբանական արտահայտություն է, որը ստանում է ճշմարիտ կամ կեղծ արժեք։ Ինչ է տրամաբանական փականը։ Փականի դեպքում եթե մեկը վարված է, այդ դեպքում լույսը նկատում եք, որ վեցած է, այո։ Այդ դեպքում նկատում եք, որ լամպը լույսը չի վառում, բայց երկրորդ դեպքում որ արդեն միացնում եք, այդ դեպքում արդեն լույսը սկսում է վառել։ Դա այդ պայմանների տրամաբանական շահկապն է, ճիշտ է, թվային արժեքով կարող ես ասել, հիմա ինչեր ես մուտքագրել, թվերով։ Մեկ եւ արդյունքը ստացել եք մեկ, այսինքն ապրես, նստի, արի, Հայկուհի, դու օր տրամաբանական շահկապն ես օգտագործում, լավ, Հայկուհի չէ, ուրեմն Հայկուհին ցույց տվեց, ես որ շահկապն էր, Հայկուհի ջան, Ահո գծածը, բերածը, անուն ինչ էր։ Օր։ Ահա, օր, տրամաբանական որ գործողություններ, այստեղ գումարում ճիշտ է եւ ինչով է տարբերվում։ Մեկ լույսը զրո, արդյունքը դրական է, այսինքն լույսը վառվում է երբ որ երկուսն են միացված նոր շահկապի դեպքում գոնե մեկը եթե ճշմարիտ է պայմանները, մենք կարող ենք ունենալ այլ դրական արդյունք։ Լավ, նստի։ Բարադրյալ պայմանը ինչպես է կազմվում։ Ապրես Մարիամ ջան, ինչ շահկապներով են միանում։ Շահկապներով, ճիշտ է, ինչ առաջնահերթություն ունի գործողությունները այդտեղ։ Եթե ունենք and or not շահկապները, սկզբից ինչն է կատարում։ Not-ը, հետո, այո, հետո օրը, ճիշտ է, շատ ապրեք։ Պայմանը մենք դեռ 9-րդ դասարանում ենք անցել ու դա որ ալգորիթմի մեջ էր օգտագործվում։ Այո, շատ ապրես։ Որն է կոչվում ճյուղավորված ալգորիթմ։ Ապրես, Արա ջան, երբ պայմանից ելնելով գործողությունը շարունակում է հնարավոր ուղիներից որևէ մեկով ճիշտ է։ Եթե պայման ասեցին կարող է լինել պարզ պարադրյալ, պարզ պայմանի դեպքում ուղղակի գրվում է if պայման եւ տպում է այն արդյունքը, որը պիտի տպի, իսկ բաղադրյալ պայմանի դեպքում գրում ենք if պայման, կատարում գործողություն, մեկ այլ, եթե շարունակություն է, որ էլի պայմանը շարունակական է և պիտի ստուգի, գրում ենք else, if, էլի պայման, իդեպ էլի ձևավոր փակագծեր ենք բացում, իսկ պայմանը կոր փակագծերի մեջ ենք գրում, ձևավոր փակագծերի միջակայքում գրում ենք կոնկրետ else if պայմանի, ինչը շարունակություն, այն գործողությունը, որը պիտի այդ պայմանը բավարարելուց հետո կատարի։ Լավ, եթե ունենք եւ էլի շարունակություն, if else if շարունակությունը լինում է else։ Էլի գրում ենք ձևավոր փակագիծ եւ գործողություն։ Իդեպ, հենց սկզբից բացած ձևավոր փակագիծը պիտի գնա ամենավերջը։ Ամենավերջը պիտի գնա։ Եվ այս բլոկները, սրանք օրինակ, որ պայմանը բացում ենք, չէ, իրար հետ պիտի փակվի։ Սա բացել ենք ամենասկզբին, իրեն ուղղությամբ պիտի փակենք ձևավոր փակագիծը։ Պարզ էր։ Կետադրություն որպես այդպիսին ոչ բոլոր տողի վերջում ենք դնում կետ ստորագետ, պիտի անպայման բայց կիրառենք բնականաբար այդ կետ ստորագետը և ծրագիրը գրելուց հետո պիտի ստուգենք։ Ինչն էր ստուգում ծրագիրը։ Սոնա, այդ ստուգող ծրագիրը ինչ էիք ասում։ Հարցմանիշներ անունը ճիշտ է, կոմբինյատը։ Այո, կոնկրետ դեպքում C պլյուսը, ինտերկալ կոմբինացված։ Ահա, ճիշտ է, շատ ապրել։ Արփինի ջան, ինչի ենք ասում ծրագրավորման լեզու, ինչի հետ ենք հաղորդակցվում մենք ծրագրավորման լեզվի դեպքում, համակարգչի հետ, ճիշտ է։ Սխալներ հայտնաբերելու դեպքում կոմպիլյատորը ինչ ինֆորմացիա է տալիս, էլ ենք։ Մեզ ցույց է տալիս, թե որ տողում ենք մենք սխալ կատարել եւ կարող ենք ուղղել։ Ահա, շատ ապրես։ Ահա, վերջում տալիս է արդյունք, եթե տվյալներ պիտի մուտքագրենք, մուտքագրելուց հետո արդյունքը ստուգում ենք։ Հասկացանք, ուրեմն մեր այսօրվա նպատակը պայմանի օպերատիվ ուսումնասիրություն էր, որը խնդրի պահանջից ելնելով, ինչ ենք անում, կիրառում ենք խնդրի լուծման ընթացքում եւ ստանում այն, ինչ որ ուզում ենք։
Ուշադիր, ուրեմն ուսումնառության process-ի հիմքում ինչ ենք գա, սովորել, հիշել, կիրառել, սովորեցինք, հիշեցինք, կիրառելը, պիտի խնդրի լուծման ժամանակ կիրառենք։ Հիմա գրում ենք խնդիր։ Տրված է 2 թիվ, պետք է գրենք ծրագիր եւ գտնենք դրանց մեծագույնի արժեքը։ Ուշադիր։ Տրված է 2 թիվ, պետք է գտնենք դրանց մաքսիմումը։ Ինչպես հիմա ծրագիրը կգրենք։ Այո, մտնում ենք on-line կամ off-line ծրագրավորման միջավայր և սկսում ենք հավաքել ծրագիրը։ Ես այստեղ հավաքեմ, գրատախտակին նայեք դուք, հա? Թե ես մոտենամ ձեզ, ինչ ենք անում։ Ես կհավաքեմ, այո, որպես դասը նաև նոր, կհավաքեմ ու դուք կտեսնեք։ Ահա։ Ինքը բերում է հիմնական կառուցվածքը առանցքային բառեր, բայց սա մեր ծրագրի համար քիչ է։ Պիտի ավելացնենք հետևյալը։ Առաջին include stream գրադարանը քիչ է մեր աշխատանքի պատասխանը ստանալու համար։ Գրում եք նաև using namespace std։ Տողի վերջում ինչ կետադրություն ենք դնում։ Այդ ստորակետ, վայ։ Հայեր են ուղղում, չեք ասում։ Ուրեմն գրում ենք using namespace, միասին է գրվում namespace-ը, std, կետ ստորակետ։ Ահա, int main-ը պարտադիր է, չէ, հիշում եք։ Ձևավոր փակագծի մեջ, այ ես 2 օպերատորը ջնջում եմ ես, սա մեզ հիմա պետք չի։ Մուտքագրում ենք 2 փոփոխական int տիպի, գրում ենք int a, կետ ստորակետ, այսինքն ամբողջ տիպի a փոփոխական, int b, կետ ստորակետ, ասում եմ տպիր cout, նշանն եք դնում 2 հատ, այո, և ապա թաքցերի մեջ գրում, տպել մաքսը, կամ մաքսիմումը, ահա, տողի վերջում դնում կետ ստորակետ, գրում ենք սին, հիմա պիտի մուտքագրենք երեխաներ, AB փոփոխականները, սին A, սին B, գրում ենք պայմանը, if an մեծ է B-ից, an մեծ է B-ից, եթե մեծ է, ասեցինք պիտի գրենք գործողությունները ձևավոր փակագծում, ընտրում ենք ձևավոր փակագիծը, նշորդը բերում ենք մեջը, սեղմում enter կոճակին և գրում գործողությունը, և որն էր այդ գործողությունը, մաքսիմումին վերագրել A, իդեպ, մաքսիմումը պիտի նկարագրության բաժնում էստեղ, երևար, ինթերից հետո, էստեղ, հիմա այդ նկարագրենք, այլապես կբերի անծանոթ, իդենտիֆիկատոր կամ նույնականացուցիչ, մաքս, int, կամ առանց ես և կարող ենք ասել, չէ, else, մաքսիմումին վերագրիր, այդ ձևավոր փակագիծ, մաքսիմումին վերագրիր 10, կետ ստորակետ տողի վերջում, cout, Max, ստուգելու համար գնում են գրան կոճակին եք սեր, cout Max, հա։ Լա այդ խաչով փակի գնանք այնտեղ int a sin a հասկետ է ստորակետները քիչ է դրել չէ ահա cout max ճիշտ է անում ապա թաքցրել հաջան Խնդիրը լուծելուց հետո փորձենք հիշել փոփոխականի տիպերը։ Առաջադրանքը կազմված է Learning Apps on-line հարթակում։ Սկսենք այն։
ձեր ճախով չէ, հա, ցուցումատով։ False, ի՞նչն է false արժեք ընդունում։ Հուլն, այո, օքրես։ Արի Արփինե։ Արի Արփինե ջան։ 940-ը որ տիպն է։ Ինք, չէ։ Ահա, շատ ապրես։ Ապա թարցերի մեջ W-ն որ տիպն է։ Չար։ 2։ Float-ը որն էր, այ, երբ ունենք ստորակետ, այսինքն կոտորակային մաս ունենք։ True, ուր է ապրես շատ։ Ահա, սա ուր է գնում։ Կոտորակային մաս ունի ինքը, ճիշտ է իր դրել, թե թողնենք ստուգենք, լավ։ Ապա թարցերի մեջ մեկը ուր է տանում։ Սիմվոլային, ճիշտ է։ Դա ուր կգնա, ճիշտ նայեցիր, այո, float, իրական տիպ, 3000-ը ուր կգնա, int, ամբողջ տիպ,